Կիևը Մոսկվային նորից էներգետիկ զինադադար է առաջարկել։ Զելենսկիի խոսքով, եթե Մոսկվան համաձայնի դադարեցնել գրոհները էներգետիկ ենթակառուցվածքներին, Ուկրաինան կպատասխանի նույն կերպ։ Առաջարկը ըստ Կիևի արդեն փոխանցվել է ռուսական կողմին Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Սակայն Մոսկվայի նախնական արձագանքը բացասական է եղել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ մեկ շաբաթ առաջ այն որակել էր PR քայլ, հաստատի մերժելով գաղափարը։ Այս ֆոնին փոխադարձ հարվածները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 11-ամյա երեխա, եւս մի քանի մարդ հոսպիտալացվել է։ Վիրավորներ ու մեծ ավերածություններ կան նաեւ Պավլոգրադի շրջանում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը հայտնում է իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումների մասին։ Զապորոժիեի ռուսական վերահսկողության տակ գտնվող Վիլիկայե Զնամենկա գյուղի դպրոցին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 5 երեխա եւ 1 մեծահասակ է վիրավորվել։ Վլադիմիրի մոտ երկբնակարան շենքին հարվածից ծնողները եւ նրանց 12 տարեկան տղան զոհվել են։ 5 տարեկան աղջիկը ողջ է մնացել, այրվածքներով հոսպիտալացվել։ Ըստ ռուսական կողմի հակաօդային պաշտպանությունը խոցել է տասնյակ թիրախներ, իսկ Ուկրաինայի հարվածների հիմնական ուղղություններից մեկը շարունակում է մնալ Լենինգրադի մարզը, որտեղ կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքներ կան։ Այսօր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Կրեմլի խոսնակը անդրադարձել է Նովորոսիսկում Կասպիան խողովակաշարային կոնսորցիումի օբյեկտների վրա երեկվա հարվածներին եւ հայտարարել, որ Կիևը միտումնավոր է վնասում ընկերության խոշորագույն բաժնետերերին, ամերիկյան եւ ղազախական էներգետիկ ընկերություններին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ըստ Պեսկովի, Ռուսաստանն այսօր էներգակիրների մատակարարման բավականին հայտեր է ստանում։ Огромное количество запросов на Մեր էներգետիկ ռեսուրսները այլընտրանքային ուղիներով գնելու հսկայական խնդրանքներ կան։ Մենք բանակցություններ ենք վարում մեր շահերին համապատասխան։ Լարվածությունը չի նվազում նաև քաղաքական ու տեղեկատվական դաշտում։ Եվրոպան Ուկրաինան որպես բուֆեր է օգտագործում ժամանակ շահելու համար։ Wall Street Journal-ն է գրում, որ մասնավոր զրույցներում եվրոպացի քաղաքական գործիչները խոստովանում են, Կիևին իրենց աջակցությունը պայմանավորված է ոչ միայն արժեքներով, այլև Ռուսաստանին զսպելու ցանկությամբ։ Եվրոպան ռազմավարական օգուտներ է փնտրում Ուկրաինան որպես վահան օգտագործելով, բայց շարունակում է խոսել ժողովրդավարության պաշտպանության մասին, գրում է հրատարակությունը։ Մոսկվան հատուկ նախազգուշացում է ուղարկել Բալթյան երկրներին Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների ժամանակ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համար իրենց օդային տարածքը բացելու նրանց որոշման վերաբերյալ եւ զգուշացրել Ռուսաստանը կձեռնարկի պատասխան միջոցներ, եթե Բալթյան երկրները չհետևեն Մոսկվայի նախազգուշացմանը։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։